Վերադարձանք տաղավար։ Այո, վերադարձանք տաղավար շարունակելու եթերը ու հատկապես այս պահին պետք է անդրադառնանք կարևոր մի թեմայի, ես էլ շտապեմ արդեն ներկայացնեմ թեման, իսկ հետո գեղեցկուին կներկայացնեմ մեր հյուրերին։ Ամերիա բանկը սիրելիներս մեկնարկել է Իմ Ամերիա, իմ ընտանիք նախագիծը, որպես տարեվերջին իրականացված Իմ Ամերիա, իմ Հայաստան նախագծի տրամաբանական շարունակություն։ Ավելի մանրամասն առաջարկում եմ արդեն թողնենք մեր հյուրերին, ովքեր սպասում են անամբեր, որ նրանք էլ ներկայացնեն։ Շարունակենք այո զրույցը մեր հյուրերի հետ, մեր տաղավարում են Ամերիա բանկի մարքեթինգի եւ հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը, բարի լույս։ Բարի լույս։ Եվ Ամերիա բանկի մասնաճյուղային ցանցի եւ կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը, բարի լույս։ Բարի լույս, շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Շտապենք երևի թե արդեն։ Այո, ինչպես արդեն նշեցինք, այս կարծես Ամերիա բանկի բոլոր շահառուները գիտեն Իմ Ամերիա, իմ Հայաստան նախագծի մասին եւ հիմա Իմ Ամերիա, իմ ընտանիք։ Ինչով է պայմանավորված Հայաստան եւ ընտանիք, այս երկու շատ կարեւոր եւ բոլորիս համար շատ հարազատ անվանումներն ու ընկալումները ներգրավել հենց Ամերիայի շրջանակներում եւ հիշեցնել անդադար նաեւ նոր նախագծերի ու ծրագրերի տեսքով։ Ամերիան բացի նրանից, որ առաջատար բանկերից է, առաջին հերթին բրենդը, որը ստեղծվել է եւ մեծացել է հենց Հայաստանում, ու բրենդ է, որը շատ սիրում է Հայաստանը, ու մեր նպատակն է հատկապես շատ դժվարին պահերին, իսկ մեր տարածաշրջանում միշտ այդպիսի իրավիճակներում է գտնվում, հիշեցնել ինչքան կարևոր է գնահատել երկիրը, սիրել Հայաստանը, ու դա էր պատճառը, որ անցյալ տարի Իմ Ամերիա, իմ Հայաստան նախագիծը արեցինք, իսկ այս տարի նաև ուզում ենք կենտրոնանալ ընտանիքի վրա, ինչու՞, որովհետև մենք ցանկանում ենք ոգեշնչել, ոգևորել բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում են Հայաստանը, ապրում են Հայաստանում, եւ ովքեր անգամ, եթե Հայաստանից դուրս են, արարում են Հայաստանի համար, ու ինչի է մարդը կարևոր ու ընտանիքը կարևոր, որովհետև երբ որ միտեղ ապրում ես, շատ կարևոր է ոչ միայն երկիրը սիրել, այդ երկիրի սերը ձևավորում է այն մարդկանց շնորհիվ, ովքեր կարևոր են քո կյանքում, եւ դա էր իմաստը, որ անպայման ուզում ենք շեշտել, որ Հայաստանում ապրելը լավ է, Հայաստանում ապրելը կարող է շատ հարմարավետ լինել, հաճելի լինել, իմաստալի լինել եւ հատկապես այն մարդկանց հետ միասին, ովքեր կարեւոր են եւ քեզ հետ միասին են եւ անգամ եթե երկրից դուրս են, իրենք կարող են կապվել քեզ հետ, ու Ամերիան այդ առիթով մի քանի կոմպոնենտներ ստեղծեց, շատ խորհրդանշական, որոնց միջոցով մենք ուզում ենք կարևորել ընտանիքի իմաստը եւ այն բոլոր մարդկանց կարեւորությունը, ովքեր իմաստավորում են քո կյանքը։ Հատկապես կարծում եմ հատկանշական է այս պահին թեմային նույնպես վերադառնալ այս օրվան խորհրդին, ասում եմ ոչինչ մեր կյանքում պատահական չի լինում։ Ասելով ընտանիք ինչ նկատի ունեք, ում համար է այս նախագիծը ավելի մանրամասն խոսենք։ Նախ եւ առաջ օգտվելով առիթից, այսօրվա այս խորհրդանշից, ուզում եմ մեր բոլոր հայ ընտանիքներին ցանկանամ իրոք երջանկություն, առողջություն, ներդաշնակություն եւ անսահման սեր ընտանիքի եւ մեր Հայաստան աշխարհի համար։ Եվ այդ ընդհանուր գաղափարի ներքո մենք ընտանիք երբ որ ասում ենք, հասկանում ենք եւ մեր թիմակիցներին եւ այն մարդկանց, ում հետ մենք հարաբերում ենք։ Այո, մեր հաճախորդներ մեր ընտանիքի անդամ են, որովհետեւ միշտ մենք տարբեր միջոցառումներին, մեր աշխատակիցներին կարևոր մի բան ենք միշտ ասում։ Եթե դու ուզում ես, որ լավ սպասարկես քո հաճախորդին, պետք է վերաբերվես այնպես, ինչպես քո ընտանիքի անդամին ես վերաբերվում։ Իսկ ընտանիքը իրենից ենթադրում է դա կայուն հարաբերություններ, սեր, հարգանք եւ սրտացավ վերաբերմունք։ Եվ եթե այդ ամեն ինչը դու կարող ես ցուցաբերել քո հաճախորդին, քո հաճախորդը քեզ կվերաբերվի որպես իրեն ընտանիքի իրոք անդամ։ Ջանք չենք խնայում, որպեսզի լինենք ամեն հաճախորդի ընտանիքի անդամ։ Եվ այս արշավի ներքո հաճախորդները ունենալով հնարավորություն իրենց ընտանիքի անդամներին, իրենց այն հարազատ մարդկանց ընկերներին եւ պարտներներին ու հետ անընդհատ հարաբերվում են, կարողանան ուղղորդել Ամերիաբանկ, կիսվելով իրենց օգտակար փոխհարաբերությունը Ամերիաբանկի հետ եւ ներգրավելով նաեւ իրենց հարազատներին ու միասին ստանալ այն բոլոր ծառայությունները, որ Ամերիաբանկը ցուցաբերում է հաճախորդների նկատմամբ իր բոլոր առավելություններով։
Մենք հատուկ ընտանեկան փաթեթ ենք այդ առիթով ստեղծել եւ ես կարծում եմ առաջինն ենք եւ շուկայում շատ խորհրդանշական փաթեթ արտոնյալ պայմաններ ունի, չէ՞։ Արտոնյալ պայմաններ ունի եւ այնտեղ իրականում շատ հավաքագրել ենք բոլոր այն ծառայությունները, որոնցից մարդիկ շատ են օգտվում։ Մենք բարբերաբար հարցազրույցներ ենք անցկացնում մեր հաճախորդների հետ եւ հասկանալով ինչից են ավելի շատ օգտվում։ Հատուկ արտոնյալ պայմաններ ենք տրամադրում ընտանեկան փաթեթի շուրջ այն բոլոր հաճախորդներին, ովքեր միասին են միանում ընտանիքի անդամներով, այսինքն մի խումբ են իրենք դառնում եւ որպես ընտանեկան խումբ ձևավորվում են նաեւ Ամերիկայի ներքո եւ դա շատ խորհրդանշական իրականում քայլ է մեր կողմից, որովհետեւ մենք կարծում ենք դա կարեւոր է։ Նշեցիք, որ նախագիծն ունի 3 բաղադրիչ, չէ՞։ Չնայած արդեն մեկին անդրադարձակ ընտանեկան փաթեթին, երկուսի մասին կարող ենք խոսել։ Իհարկե։ Փամեցեք սիրով։ Հաճախորդները ուղղորդելով իրենց ընտանիքի անդամներին, իրենց հարազատներին կարող են ստանալ մի շարք արտոնություններից։ Եվ այստեղ խորհրդանիշը հենց նրանում է, որ հաճախորդը ուղղորդելով իր հարազատ ընտանիքի անդամին կարող է ստանալ առավելությունները եւ ուղղորդողը եւ այն հաճախորդը, ով գալիս է, քանի որ ընտանիքում բոլորը կիսվում են միմյանց հետ լավ բանով։ Եվ ստանալով մի շարք առավելություններ կնշեմ մի քանիսը, մի քանի կարևորը։ Սպառողական վարկերի պարագայում 15% արտոնյալ տոկոսադրույքի հնարավորություն կունենան, որը կարող են դիմել եւ on-line համակարգի միջոցով, սկորինգային համակարգով եւ մասնաճյուղում ստանալով 15% տոկոսադրույք, որը բավականին լավ եւ մրցակցային տոկոս է շուկայում, ինչպես նաեւ պրեմիում դասի գոլդ եւ պլատինում քարտերի պարագայում կարող են ստանալ 50% զեղչ, մայամերը համակարգի միջոցով ներդնելիս ավանդ կստանան մեր ստանդարտ տոկոսադրույքից ավել 0.1%, երեխաների համար ավանդ ներդնելիս եւս 0.1% հավելյալ ավանդի տոկոսադրույք ստանան։ Եվ շատ կարեւոր է այստեղ նաեւ նշել, որ մենք վերջերս նոր ծառայություն ենք ներդրել, on-line ծառայություն, My Ameriastar ծառայությունը, որը հենց երեխաների համար է։ Այսինքն օգնում ենք նաեւ ընտանիքի փոքր անդամներին ամբողջականացնելով այդ ծառայությունը, ամբողջ ընտանիքի համար ունենալ առաջարկ, որպեսզի երեխաները 6-ից 18 տարեկան երեխաները կարողանան արդեն ֆինանսական կյանքին սովորել եւ ծնողների ոնց որ վերահսկողությամբ իրականացնել տարբեր գործարքներ, որը արդեն շուկայում բավականին մեծ հետաքրքիր արձագանք է ստացել եւ երեխաները ստանում են մի շարք առավելություններ այդ application-ի միջոցով տարբեր վճարումներ արելիս։ Իրականում շատ են նորությունները եւ շատ հետաքրքիր անակնկալներով լի նաեւ ու գիտենք, որ խաղարկություններ եւս սպասվում են։ Հիմա մեջբերեմ 300-ից ավելի նվեր է խաղարկվելու եւ ընդհանուր ֆոնդը բավականին մեծ է, մոտ 50 միլիոն բյուջեով։ Մի փոքր մանրամասնենք, որովհետեւ նաեւ մեր հեռուստադիտողներին կհետաքրքրի թե ինչ է խաղարկվելու։ Գիտեմ, որ հանրային տրանսպորտի նաեւ հետվճար է սպասվում այնտեղ։ Պատմենք գաղտնիքների մասին։ Դա այն հավելյալ երկու կոմպոնենտներն են, որի մասին Ռուբենը եւս նշեց, այն ինչ Անդրանիկը պատմել այդ ամեն ինչը իրականում ընտանեկան փաթեթի մեջ ներառված է, այնպես որ եկեք օգտվեք ընտանեկան փաթեթից, բայց դրան զուգահեռ այո, մենք խաղարկելու ենք 300-ից ավելի խորհրդանշական նվերներ, այս անգամ մեր նվերները ողջ ընտանիքի համար են լինելու։ Եվ մենք այս խաղարկության նվերներով ցանկանում ենք մարդկանց ասել, որ պետք է ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, հարազատների հետ, այնպես որ մենք ունենալու ենք ճանապարհորդություններ դեպի արտերկիր, ողջ ընտանիքի ու գումարը այնպեսին լինելու, որ դուք կարող եք ձեր մի քանի անձանցով գնալ այնտեղ։ Մենք հատուկ նաև ընտրել ենք երկրներ, որտեղ կայան նաև կարևոր հայկական մշակույթին, գիտությանը վերաբերվող կենտրոններ եւ ճանապարհորդությունների հետ մեկտեղ նաև ընտանիքի անդամներին, հարազատներին տրամադրելու ենք հնարավորություն, որպեսզի այնտեղ գնան եւ այդ կենտրոնները այցելեն։ Սա ընդհանուր նախագծի փիլիսոփայության ներքո է շատ կարևոր, որովհետև անգամ արտերկիր գնալիս, անգամ խաղարկությանը մասնակցելիս դուք մեկ պետք է հիշեք, որ ընտանիքով լավ որակյալ ժամանակ անցկացնելիս միշտ պետք է գնահատել Հայաստանը ու այն ամբողջ ժառանգությունը ու իմաստությունը, որ մեր հայազգը դարերի ընթացքում ձևավորել եւ շարունակում է ձևավորել։ Մենք նաեւ ունենք 50 ճանապարհորդություններ ելի ողջ ընտանիքով Հայաստանի ներսում, որտեղ մենք ցանկանում ենք որպեսզի մենք չմոռանանք, որ պետք է գնահատել մեր Հայաստանը իր ողջ գեղեցկությամբ, եւ ունենք ելի ընտանեկան մի շարք հետաքրքիր նվերներ, ինչպիսի
այսինքն նվեր քարտեր տարբեր ժամանցային վայրեր եւ մշակութային կենտրոններ այցելելու համար ընտանիքով Հայաստանի ներսում, ինչպես նաեւ նվեր քարտեր գրախանութներից, որպեսզի մենք չմոռանանք հայերենով գրքեր առնել եւ կարդալ ողջ ընտանիքով, կամ թեկուզ սեղանի խաղեր առնել եւ երեկոյան տանը միասին ընտանիքով այդ ամեն ինչը վայելել, այնպես որ 300-ից ավել նվերները հիմնականում ուղղված են լինելու այնպիսի փորձառություններին, որոնք ամրապնդելու են ձեր սիրելի, ձեր կարևոր մարդկանց հետ ձեր կապը եւ մենք շատ սիրում ենք այս խաղարկությունը, ավելին յուրաքանչյուր ամիս են խաղարկությունները անցկացվելու, որպեսզի մարդիկ ավելի շատ հնարավորություններ, ավելի շուտ այս ամեն ինչը վայելելու եւ վերջինը իհարկե տրանսպորտն է, որը շատ կարեւոր է, էլի, գիտեք, այս իմ ամերիա իմ ընտանիքը ասացի Հայաստանում կյանքը վայելելու, սիրելու մասին է եւ հարմարավետության, երբ որ միտեղ ապրում ես, պիտի անպայման հարմարավետ եւ հեշտ լինի քո կյանքը, հաշվի առնելով, որ մեզնից շատերը իսկապես օգտվում են տրանսպորտից եւ էլի մենք հարցազրույցներ ենք անցկացրել ու հասկացել ենք, որ հաճախորդներից շատերն են հասարակական տրանսպորտից օգտվում, հանրային տրանսպորտից, մենք հետվճարի այդպիսի նախագիծ ենք կազմակերպել, որի շրջանակներում մեր վիզա քարտերից օգտվող քարտապանները ստանում են հետվճար 30%-ի չափով, իսկ նոր հաճախորդները առաջին 20 օրողորության համար ստանում են ամբողջական հետվճար, եւ սա էլի խորհրդանշական է շատ, խորհրդանշական է այն առումով, որ մենք ասում ենք եկեք մեր մեծ ամերիա ընտանիքի հետ միասին հեշտությամբ, հարմարավետությամբ եւ արժեքներով լի վայելեք ձեր կյանքը Հայաստանում։ Ես հասկացա հերթականությունը, իմ ամերիան կարող է վերածվել իմ ընտանիքի եւ իմ Հայաստանի ու փորձենք այս փորձառությամբ նոր ծրագրերով իհարկե նաեւ վարակել մեզ շրջապատող մարդկանց, որպեսզի շատ սիրեն Հայաստանը, իհարկե ֆինանսական գրագիտությունը չմոռանալով։ Շատ շնորհակալություն ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում, մենք էլ արդյոք օգտվելով շնորհավորում ենք ձեր ընտանիքներին։ Հուսանք, որ այսօր այսքան աշխատանքներից դուք կարողանաք գոնե մի քանի րոպե անցկացնել մեր սիրելի ընտանիքներում։ Դե առջևում հանգստյան օրեր են։ Շնորհակալ ենք, Շնորհակալություն։ Ձեզ լավ օր, մենք կունենանք երաժշտական դադար, որից դուք վերադառնանք ու ավաղ պետք է արդեն ձեզ հրաժեշտանք։